կյանքի համար ուղիղ, դա տենց էթնիկ զտումը որն է, այսպես կոչված կարելի է ասել էթնիկ զտում, այս իրավունքներից հրաժարման քաղաքականությունը, անկլավների հարցում ստորագրություններ դնելը, այս սաղ նրա մասին է, թե ոնց է լինում, որ մենք գալիս կանգնում ենք փաստի առաջ, իսկ դիվանագետները բոլոր ում հետ մենք ուղիղ կամ միջնորդավորված խոսելու առիթ ենք ունեցել, ասում են, որ խնդիրն է, որ Հայաստանը պետք է մի կետի վրա կանգնի ու ասի, որ եկեք այս հարցում մինչև վերջ պարզաբանենք, որովհետև մենք այս կետից հետ չենք գնալու։ Այս մի բան, իրողություններ ստեղծել։ Ադրբեջանը դրա օրինակը ցույց է տվել, այն ակտիվիստներին, որ բերել Լաչին ու շահել, 9 ամիս թազա խոսակցության թեմա էր բացել։ Օդից գոյություն չունեցած հարցեր ստեղծել 9 ամիս Հայաստանում միջազգային հանրությունը խոսում էին, թե ինչ-որ անլվաների ոնց պետք է այդ փողոցից հանեն դուրս։ Այս է քաղաքականությունը, այս պետք է կարանա անի մեր կառավարությունը։ Դա ոչ տանկերով է արվել, ոչ ավտոմատներով է արվել, ոչ նավթադոլարներով է արվել, այդտեղ ուղեղ է աշխատել, պարզ, ուղղակի ուղեղ է աշխատել։ Ու սա հնարավոր է անել նաև մեր կողմից 1000 հարց կա, որ կարելի է բարձրացնել, ստեղծել օրակարգ, որ դա խոսացվի, ոչ թե խոսացվի, թե Հայաստանում երբ ու որտեղ են գալու 300,000 ադրբեջանցիներ եւ դրանց հատկապես պրովոկատիվ հատվածը ապրի։ Այս մի անելիք, երկրորդ անելիքը դա է, որ մենք պետք է ռեսուրս ստեղծենք։ Այդ ինքնիշխանություն ասելով ֆրֆռում են։ Այդ պլանը երեք Facebook-ում հումոր էր պատտվում դրա հետ կապված։ Էքզյուպերի փոքրիկ իշխանի անալոգիան Հայաստանի դեպքում փոքրիկ ինքնիշխանն է, էլի, որ խոսքերի բան, գեղարվեստական տեքստերի մակարդակում ինքնիշխան ենք, բայց չգիտեմ, էներգետիկ կախվածություն ունենք, սահմանների կախվածություն ունենք, մատակարարման ուղիների կախվածություն ունենք ու ոչ մի բան չենք պլանավորում անում դրա համար։ Այս երկրորդ բանն է, որ կարող անի կառավարությունը ու չի անում։ Երրորդ բանը, որ կարող անի կառավարությունը ու չի անում, դա ներքին համերաշխության վերականգնումն է, իսկ կառավարությունը խրամատներ է փորում։ Այս բոլոր կետերից, սենց մանր ցորենի հատիկներից դառնում է այն մեշոկը, որով մենք դիմակայելու ենք մեր վրա եկած վարտահրավերներին։ Պետական կառավարումը պրիմիտիվ բան չի, ես չեմ ուզենա ասեմ, որ հա դե դա բան է, սենց կներեք արտահայտության տաբուրետկա սարքելու պես բան է, 4 հատ փայտապետ, 8 հատ մեղ։ Բայց նաև սակրալիզացնել պետք չէ, որ դա տենց մի հատ սարի գլխին նստած սուրբ իմաստունների գործ է, որ մենք մահկանացուները չենք կարող դա հասկանանք։ Շատ պարզ է, եթե դու չունես պայմանական 1000 հատ էլեկտրոմոբիլ, որ էներգետիկ շրջափակման մեջ բանակդ մատակարարում ունենա, ուրեմն դու պետություն չես։ Հետևաբար պետությունը սկսում է մի 1000 հատ էլեկտրոմոբիլ բերելուց։ Ամենապրիմիտիվ օրինակն եմ բերում։ Ու այսպես պրիմիտիվ հարցերից է ձևավորվում նորմալ պետությունը, այս անելիքների մասով։ Այդ հետոյի էլի, բա լավ ինչ է լինելու հետո։ Ու իմիջիայլոց առաջի կետը, որ խոսում էի, ես չանրադարձա դրան, բայց այդ թեմաներ գցել ու օրակարգ սարքելը, դա նաև պատերազմը կանխելու գործիքն է, որովհետև երբ որ հարցը կանգնում է նրան, դու ինչ-որ բան տալիս ես, թե չես տալի, այդտեղ ստանում ես պատերազմ։ Մինչդեռ հարցը պետք է միշտ պահել այն տիրույթում, երբ քեզ ինչ-որ բան տալու են, թե չեն տալու։ Հայաստանը չունի պահանջներ, հետևաբար բանակցային սեղանին քննարկվող միակ հարցը Հայաստանին ուղղված պահանջներն է։ Իսկ երբ որ շատ ես խոսում այդ թեմայի մասին ու մեկը լուծման չես գալի, վերջում բոլորը ձանձրանում են այդ թեմայից ու ասում են թող հաղթի ուժեղագույնը։ Այս է մեր այդ տեղի ունենում, այս պատերազմի անընդհատ շղթան դրա համար է մեր գլխին գալի, որովհետև Հայաստանը չունի պահանջներ, Հայաստանը չունի պլաններ եւ Հայաստանը չունի ապրելու մոդել։ Հետևաբար նոր կառավարությունը այդ պետք է անի, այդ որ ասում են հալա, բա որ ինքը գնա ով է գալու այն մարդը, որ կարող է Հայաստանի համար պահանջներ ձևակերպի ու ատամներով պահի դա։ Իսկ դա էլի եմ ասում, այդպես սարի գլխին նստած իմաստունի խնդիր չի։ Դա ընդհանրապես որոշման խնդիր է եւ քաղաքացիների աջակցության խնդիր է։ Եթե մենք կարողանանք ձևավորենք շարժում, որը կհստակեցնի, որ մենք տենց ենք ուզում ապրենք, մենք պահանջատեր պետություն ենք ուզում լինենք, մենք ուզում ենք մեր ղեկավարը պահի մեր օրակարգերը, մեր պահանջները ու դա բանակցի, մենք կարողանանք դա ապահովել։ Այսքանը ես գիտեք 1000 անգամ ասել եմ, չեմ սիրում շատ երկար քաղաքական խոսակցություններ, ավելի շատ
գործից է պետք խոսալ, ես իմ մասը եզրափակեցի խոսելիքի, հիմա բարձրախոսը փոխանցեմ Տաթևը մի քիչ ինձնից ավելի մանրամասն ասի, այդ ինչ էին խոսում մեր մասին ադրբեջանական պետական լրատվական ալիքները, ու հետո խնդրենք Սուրենը ներկայացնի այսօրվա մեր անելիքները ու պլանները, բայց էլի մի անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում, շնորհակալ եմ, որ չեք ափսոսում ձեր էներգիան դնեք այս գործի մեջ, սա դժվար է, եթե հեշտ լներ 1000 անգամ արած կլինեին, բայց երևի մեր սերնդի, մեր ժամանակի ու մեր անհատների վրա է մնացել այն բեռը, որը պետքա կրենք ու մենք այդ պետքա պատվով կրենք դրա համար էլի հատուկ մերսի այդ բոլոր մարդկանց շնորհակալ եմ Ողջույն բոլորին, ես ևս շնորհակալ եմ այսօր այստեղ գտնվելու համար, ուրախ եմ, որ եղանակը գոնե մեր կողմից է ու չենք մրսի իրականում մի բան եմ ուզում անեմ, քանի որ մենք անընդհատ թեզերից ենք խոսում, ես ուզում եմ կարճ, երկու բառով ձեզ ուղղակի մեջ բերեմ Իլհամ Ալիևի խոսքերը, որը նա ասել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, մոտավորապես 1 տարի առաջ Մենք ասել ենք, որ Ադրբեջանում պետական մակարդակով Արևմտյան Ադրբեջան կոչում են Հայաստանի Հանրապետության տարածքը։ Իլհամ Ալիևը հետևյալն է ասել. Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է։ Դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, հաստատվում է մեր պատմությամբ։ Կգա մի օր, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաները, թոռները կվերադառնան մեր պատմական հայրենիք, Արևմտյան Ադրբեջան։ Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ վստահ եմ, որ արևմտյան ադրբեջանցիները անհամբերությամբ ու էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր եւ կապրեն այնտեղ։ 20-րդ դարը այս առումով շատ մեծ ողբերգություններ բերեց մեր ժողովրդի համար։ 1918 թվականի նորաստեղծ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը իր առաջին որոշումներից մեկով փաստացի Հայաստանին նվիրեց մեր պատմական քաղաքը՝ Երևանը։ Դա աններելի քայլ էր, դավաճանություն եւ հանցագործություն։ Մենք բոլորս դա շատ լավ գիտենք եւ մեր ժողովուրդը դա պետք է իմանա։ Մենք երբեք չպետք է թույլ տանք խեղաթյուրել մեր պատմությունը։ Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից եւ նրա միացումը Հայաստանին հերթական հանցագործություն է եղել մեր ժողովրդի դեմ։ Ես ձեզ ամփոփ եմ ներկայացնում, ուզում եմ ասեմ, սա ուղղակի խոսույթ չի, սա ինչ-որ երևակայություն չի, սա փաստացի պետական քաղաքականություն է։ Ու թեկուզ ես այն մարդկանցից մեկն եմ, որ երկար տարիներ մինչև պատգամավոր դառնալն են խոսել եմ Ադրբեջանում հայատյացության մակարդակի մասին, բայց շարունակում եմ մնալ այն համոզման, որ Հայաստանում չեն գիտակցում այդ մակարդակը։ Ուղղակի չեն հասկանում ու շատ արագ մոռանում են Ռամիլ Սաֆարովին, որ քնած հային կացնահարեց, հետո հերոսաբար Բաքվում Տիտրոսների բնակարանի եւ թոշակի արժանացավ դրա համար։ Մոռանում են, որ հաշված ամիսներ առաջ Հայկին զինծառայողին մասնատված կադրեր էին լուսանկարել ադրբեջանցիները ու համացանցում հպարտանում էին դրանով։ Այնքան դեպքեր կա, ես չեմ ուզում հանրությանը նորից այդ ստրեսի ենթարկեմ, բայց երբ նայում ես այդ ամենը ուղղակի սարսափում ես։ Ու ակնհայտ է, չէ, որ ադրբեջանցիները հասկացել են, երբ որ այդ հաղորդումը պատրաստել են, որովհետև դա կոնկրետ Ալիևի հրահանգով պատրաստված լրատվամիջոց է, պետական հեռուստաընկերությունն է, որ Հայաստանում կարող է X թվով մարդիկ հիմա 20-ը կլինենք, 30-ը, վաղը 40-ը, 50-ան, հետո 1000-ն ու 5000-ը հասկանալու են խնդիրը, հասկանալու են, որ այս ժողովրդի ու այս պետության գլխին մի պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ մենք էլ երբեք ուշքի չգանք, որովհետև շատ ծանոթներ հաճախ ասում են դե լիքը բան հաղթահարել ենք, 15 թիվ ենք տեսել հաղթահարել ենք, ես ենք տեսել հաղթահարել ենք, որ կարող է գա մի պահ, որ հաղթահարել ուղղակի չկարողանանք։ Այսինքն պետություն չունենալը դա վատագույն բանն է, որ կարա լինի ժողովրդի հետ։ Մյուս վատագույն բանն է, որ ժողովուրդը մտածի, որ նորմալ է, որ ինքը պետություն չունենա։ Նորմալ է, որ ամեն մեկի գլխի ճարը տեսնի, գնա միտեղ բնակարան առնի, ապրի։ Ինձ համար դա ամենասարսափելի սցենարն է, որ կարա լինի մեր պետությանը ժողովրդի հետ։ Ու դրա համար ես կարծում եմ, այո, այդ պատասխանատվության պահը զգալը ու դա կրելը ու դա առաջ տանելը ամենաբարձրն է։ Ես երբեք թող մեծամտություն որևէ բան չթվա, այսինքն շատ կերազեի, որ այսօր մեր ժամանակներում Մժդե լիներ, Վազգեն Սարգսյան լիներ, բայց
Մժդեհի մոտ այդ գաղափարը կա, որը անընդհատ ինձ ուժ է տալիս պատմության մեջ, դա կոչվում է վճռական մենակի գաղափար։ Այսինքն երբ դու գիտես ճիշտը որն է, ու երբ բոլորը քո դեմ են, ամեն ինչ քո դեմ է, ժամանակաշրջանը, պայմանավորվածությունները։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 1915-ին, երբ Մժդեհը պայքարում էր Լեռնահայաստանի համար, որից Ալիևը մինչև հիմա դժգոհում է, բոլորը իր դեմ էին։ Ոչ պայքարի կամք կար այդ ժամանակ, բոլշևիկները, Երևանյան իշխանությունը, բոլորը նամակներ էին հղում Մժդեհին, ասում էին հանձնվի։ Ու ինքը գնաց պայքարի, ու ինքը հաղթեց այդ պայքարը, ու ինքը ապահովեց, որ մենք այսօր ունենք Սյունեի, ու մենք ունենք Հայաստանի Հանրապետություն։ Դա եղել է մոտավորապես 100 տարի առաջ։ Ու դրա համար մենք այս ժամանակի պատասխանատուներն ենք։ Ցավոք սրտի մենք Մժդեհ չենք, մենք այդ կամքը, այդ ուժը չունենք, բայց մենք իրար ունենք, ու մենք ունենք այդ գիտակցումը, որ վտանգը լուրջ է, ու մենք իրար հետ այնքան բան կարող ենք փոխել, որ այս պահին մեզ անհավանական է թվում։ Բայց այդ կամքը, այդ ուժը ներսից է մարդու գալիս։ Ինքը եթե հավատացած է իր գործի ճշմարտությանը, նույնիսկ եթե ինքը մենակ է այդ գործում, ինքը հաջողելու է ինչ-որ փուլում, ինքը կարողանալու է այդ պատը կոտրել։ Ու դրա համար կրկին ասում եմ, եկեք միասին այս վտանգավորության շղթան փոխենք։ Եկեք միասին մի կետում այս հարվածը պահենք։ Եկեք մի կետում թույլ չտանք, որ հարևան բռնապետը որոշի մենք պետություն ունենալու ենք, թե չէ։ Չեմ ասում, որ տեղի ճակերտավոր ժողովրդավարներն էլ որոշել են, որ ինչքան արագ ու շուտ հանձնվենք, այնքան ավելի ապահով։ Էդ եմ խնդրում ձեզ։ Եկեք միասին այդ որոշումը կայացնենք ու պայքարենք մեր որոշման համար ու կտեսնենք այդ հաջողումը։ Շնորհակալ եմ խոսքս փոխանցել Սուրենին։ Բարև ձեզ, ինչ եմ հասցրել բարևել։ Տաթևիկը ասեց, որ մենք Մժդեհ չենք, մենք այդ կամքը չունենք, ուժը չունենք, բայց ես հակառակում եմ համոզված, որ ամեն քաղաքացի, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի օժտված է որոշելու այնպիսի բացառիկ իրավունքով, որ այո, կարող է իրան Մժդեհ կոչել, ցանկացած նման տիպի հերոսի հետ ասոցացվել եւ որոշելու իր իրավունքը փողոցում կլինի, տանը կլինի, պետական ինչ-որ հաստատությունում կլինի, ոստիկանությունում կլինի, այդ որոշումը իրագործել, ոչ թե դրա կրողը լինել պասիվ, այլ նաեւ ակտիվ։ Եվ դրա հետ կապված մի քանի դրա հետ կապված սկսեմ հիմնական ելույթի թեմայից խոսել։ Նախ ուզում եմ ասել, որ երեք այստեղ հավաքվել էր ավելի շատ մարդ, քան մենք երբևէ այս քննարկումների շրջանում տեսել ենք հավաքված, եւ դա պատահական չէր։ Դա երկու օր մենք ուղղակի ակցիա չենք արել, առօրյա այդ ակցիայից զերծ ենք մնացել, աշխատել ենք եւ այդ մարդիկ ստեղ ներկա են։ Երեկվա ակցիայից հետո այսօր ոնց նայում եմ, եթե զուտ տեսողական առումով այսօր ավելի քիչ է, քան երեք։ Այսինքն մենք չունենք դրական դինամիկա, ինձ համար դա պրոբլեմա մեծ եւ գտնում եմ, որ էլի մենք ենք սխալ աշխատել։ Գուցե մենք այնքան չենք աշխատել ու մեզ չենք աշխատել, ոնց որ պետք է աշխատել։ Դրա համար մենք պետք է շարունակենք այդ աշխատանքը, գնալու ենք այդ աշխատանքը անելու որն ամես համար բավարար քանակը։ Երբ որ ասում եմ քանակը բավարար չի այլ գործողությունների անցնելու համար, իսկ որն է այդ քանակը։ Ասում եմ, մոտավոր թվեր են սրանք, խնդրում եմ չկենտրոնանալ, այստեղ 200 հոգի լինելու դեպքում մենք կազմակերպելու ենք գործողություններ, որոնք հանգեցնելու են գործադուլների եւ դասադուլների, այսինքն մարդիկ ուղղակի պրիմիտիվ չեն կարողանալու հասնել իրենց աշխատանքի վայրեր եւ ավտոմատ ստացվելու գործադուլ, չեն հասնելու իրենց ուսումնական հաստատություններ, ավտոմատ ստացվելու դասադուլ։ Ես շատերը թերահավատությամբ եմ մոտենում, բայց ես հաշվել եմ։ Այս քարերից մինչև սրճարանի մուտք 508 քառակուսի կիլոմետր է, որտեղ մետր քառակուսի վրա 3 հոգի կանգնելով 1500 մարդ է տեղավորվում։ Որ պահին ստեղ 1500 մարդ այս հրապարակը լիքն լինի,
դիմաչարոստերի առումով էլ ինձ համար դրա այդ է շատ կարևոր, այդ առումով այստեղ է կարևոր, ինձ համար ցույցիչ է, որ պարին այդ քանակը լիքը լինի, եթե կհիշեք 2018 թվականից ասում են Ֆրանսիայի հրապարակից փակ շուկա, ես գործողությունների մակարդակում կարող եմ ասել, թե 1500 հոգով ոնց ենք հասնելու հաջողության։ Եվ ինձ համար բավարար քանակը սկզբում մեր 50-60 հոգուց դառնալ 200 հոգի, հետո 200 հոգուց այս հրապարակը լցնել, այս այգին լցնել, դրանից հետո մեր գործերը շատ արագ են իրականանալու եւ եթե այս տարի հաջողվի այս հրապարակը լցնել, այս այգին լցնել, ապա այս տարի ենք հաջողելու, չէ, պետք է փորձենք առաջ գնալ։ Չնայած այս աշխատանքին, որ մենք կատարում ենք, իմիջիայլոց մարդիկ կարող են մտածեն, որ տենց մենք սիրով ենք կատարում, չգիտեմ, մեր մանկության երազանքը ավտոմատիկի փողոցում միկրոֆոնով խոսալ են քաշել, բան, տենց բան չկա։ Ես միջին վիճակագրական, ալարկոտ, նամանալ տարիքի բերումով մի քիչ ավելի պասիվացել եմ այդ առումով, մարդ եմ, որը ձեր նման եւ միջին վիճակագրական հայի նման եւ էլ եմ ասում ինձ համար պրոբլեմա փողոցում լինելը ոնց որ ձեզնից յուրաքանչյուրի համար նամանալ դեսապատիկ վիճակում նամանալ պատերազմում պարտությունից հետո բայց խնդրի խաղադրույթը որ դրված այսօր խաղադրույթը որ դրված է շատ բարձր է եւ մեզ ոչ մեկից թույլ չի տալու տանը մնալ ավելին ասեմ իմ մեծ աղջիկը 17 թվի ծնունդ է եւ մի 21 թվի պատերազմից մի որոշ ժամանակ անց մենք Դիլիջանում էինք, մի քանի օրով գնացել էինք Դիլիջանով գիտեք այնտեղ ուսումնական կետ կա զինվորականների համար եւ այն լճի մոտ մերձակայքում կամազներով բաներ էին ասնում զինվորականներ էին ասնում երեխեք չգիտեմ 4 տարեկան էր այն ժամանակ ձեռով սենց բան էր անում ողջունում էր զինվորներին զինվորները պատասխանում էին եւ այդ առումով ես հասկացա ինչքան կարեւոր է որ այդ զինվորները որ նոր պարտված բանակի նոր զինվորներ էին զգան հանրության աջակցությունը ես անկեղծ ասած չէի անի երեխեք չգիտեմ որտեղից էր վերցրել որ պետքա ողջունի զինվորներին բայց այդ հարգանքը էլի չգիտեմ որտեղից կարող է մեր խոսակցություններից կարող է ինչից այդ համազգեստի նկատմամբ զինվորի համազգեստի նկատմամբ կար եւ կար նաեւ պարոն Ղազարյան ոստիկանների նկատմամբ այդ հարգանքը համակրանքը եւ ես անընդհատ խուսափում էի որ այս բերման ենթարկվելու կադրերը հանկարծ երեխեքը չտեսնեն էլի որ այդ համակրանքը այդ էմոցիան իրանց նկատմամբ չփոխվի չգիտեմ ատելությամբ սիրելով նույնիսկ ստեղ եղել է բերման են ենթարկվել ի վերջո ես բոլորիդ նման արժանապատվություն ունեմ եւ խնդրում եմ հատուկ ջոկատայինների ոստիկանության թվեր չմտնեն հանցագործի պես տանեն որովհետեւ ստեղ մարդիկ են ասում դառնում ինչ կմտածեն ոնց որ դու յուրաքանչյուրը կարող է մտածել ուզում եմ ասել որ եւ երեխեք տեսել էր ինչելուց էս բերման ենթարկվելու կադրերից մեկը տեսել էր ծանր էր տարել ու ինձ համար դա լուրջ պրոբլեմ է որ երեխեք գործնում է հոր նկատմամբ հավատը երեխեք գործնում է ոստիկանության նկատմամբ հավատը այդ առումով էլ է ինձ դժվար փողոց դուրս գալ բայց այնուամենայնիվ մենք պետք է դուրս գանք այնուամենայնիվ մենք պետք է այդ հարցը լուծենք եւ այն մարդը ով որ իմ նման կմտածի որ այդ երեխու վերաբերմունքի հարցը կարեւոր է այն մարդը որ կմտածի որ չգիտեմ կարող է դուրս գալով կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնի իր համար այսօր մենք պետք է դրա փոխարեն մտածենք ոնց լուծենք այդ երեխեքի հարցը էլի այս երեխեն որ այսօր նոր դուրս է եկել ստեղ եւ ընկնում էր տեսախցիկների կադրեր իր փոխարեն մենք ենք որոշել ոնց որ Միքայելն ասաց մենք ենք այսօր այն սերունդը որը այդ որոշումը կայացնելու եւ դա իրագործելու ուղիղ պարտականություն ունի նույնիսկ իրավունք չէ ուղիղ պարտականություն ունի
Այդ առումով ես մի ձև կա, մենք հավաքվենք ստեղ, ես ասեմ ինչ պետք է անել, չգիտեմ, մարդիկ անեն չանեն, և դրանով ես ինձ ինքնահաստատված, ինքնադրսևորված զգամ, և երկրորդ ձևը, այնա ինչ մեր պայքարը, մեր այս պրոցեսը միտված է եղել։ Ինձ համար կարևոր չի, որ ես լինեմ ասողի ինչ անեմ, բացարձակ կարևոր չի, ինձ համար կարևոր է, որ մենք իրար հետ որոշում կայացնենք։ Վրանը պահելը ես երեք երկար խոսեցի դրա մասին, Վրանը պահելը նրա մասին է, որ մենք իրար հետ ցույց տանք, որ իրար հետ որոշում ենք կայացրել և այդ որոշման տեր ենք լինում մեր մարմնով, մեր ազատության գնով, մեր ամեն ինչի գնով, ամեն ինչ դնել եք այդ որոշման մեջ։ Հիմա դրա համար ես էլի ինձ համար ոչ թե կարևոր է, որ Վրանը պահվի և մնա այսօր, այլ որ այդ Վրանը պահելու որոշումը և ցանկացած այլ որոշում տեղի ունենա մեր համատեղ քննարկման և համաձայնության ընթացքում։ Դրա համար ես առաջարկում եմ ոչ թե այսօր մենք ասենք, թե ինչ ենք ուզում, որ ստեղ տեղի ունենա, այլ եթե դիտարկումներ կան մեր ապագայի հետ կապված, մեր Հայաստանի ապագայի և այս պրոցեսի ապագայի հետ կապված հարցեր կան, դիտարկումներ կան, դուք ինքներդ մասնակցեք իրար հետ որոշում կայացնենք։ Եթե տենց ցանկություն ունեցող կա, առանց ամաչելու ասեք, մենք ինտերակտիվ դարձնենք, էլի այս հարթակը, ոչ թե մենակ այստեղից խոսենք, դուք լսեք։ Ես առաջարկում եմ, որպեսզի սենց ոնց որ լսողների կողմ և խոսողների կողմ չլինի, մի քիչ հավաքվելու ֆորմատը փոխենք ու չգիտեմ, օրինակ այս միկրոֆոնը երբեմն բարյոր է մարդու համար, ով որ չի ուզենա միկրոֆոնով խոսան, նույնիսկ նենց վիճակ ստեղծենք, որ առանց միկրոֆոնի այդ խոսակցությունը գնա։ Ինչ որ միտեղ կազմակերպենք տենց կլորաձև ֆորմատ։ Այնուամենայնիվ, եթե միկրոֆոնով խոսալու արգելք, մարդ կա, որ չունի այս միկրոֆոնով խոսալու արգելք, հրապարակային խոսքից չի ամաչում, բայց ուզում եմ մի բան ասի, ես խնդրում եմ արտահայտվել, իսկ եթե չէ, ավարտենք այս փուլը, անցնենք ակման այդ փուլը։ Կամ այդպես մարդ։ Կամ մարդ, որ կուզենա խոսք ասի և կուզենա առաջարկ անի, որը մենք բոլորով կքննարկենք։ Եթե չէ, ապա մեր դիտարկումները Չգիտեմ, լսվում է, թե չի լսվում։ Հիանալի լսվում է։ Էսի, ինչ եմ ուզում ասեմ, Շուռ ջան, դուք որ այստեղ եք, ես ձեզ ասելու բան չունեմ։ Իրականում ես մտածում եմ ինձ, եթե եկել եմ այստեղ, ոնց որ դուք։ Ես խոսք ունեմ ասելու նրանց, ովքեր նստած են տանը, Փարքաստու լրագրող կա, որը նկարահանում է։ Ես խոսք ունեմ ասելու նրանց, ովքեր այստեղ չեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ես ուզում եմ հարցնեմ, իրանք հասկանում են ինչ է գալու իրանք կրկին։ Իրանք հասկանում են, որ այդ վիճակում, որ իրանք նստել են իրանք տներում, այդպես չի լինելու, որ այդպես մնալու եք։ Արցախցիներն էլ էին մտածում, տունը նստած ենք, մենք կմնանք մեր տներում։ Չի կարող նենց լինի, որ մի օր իրանք տները ռմբակոծեն ու իրանք վերցնեն իրանք երեխեքին ու փախնեն։ Ժողովուրդ ջան, հասկացեք վերջապես։ Ցավոք սրտի մենք այդ վիճակում ենք։ Պլյուս դրան, մենք ունենք իշխանություն, որը ապիկար է, բառից բուն իմաստով։ Երբ որ քեզ հարձակվում են քո վրա, մինիմում ինչ որ դու պիտի անես, դու պիտի պաշտպանվես։ Դու պիտի վեր կանգնես քո տեղից, ինչ վիճակում էլ ուզում լինես, հիվանդ ես, հիվանդ չես, ոչ մեկի դա չի հետաքրքրում։ Վեր կացեք ու պաշտպանեք ձեր տունը, ձեր հողը, ձեր երեխաներին, ձեր սահմանները։ Հասկանում եք, որ այս ձևի վիճակ սենց, չգիտեմ էլի, պրոստը արդեն այն վիճակում եք, որ կարծում եմ, որ ոնց որ բոլորս ինվալիդ լինենք։ Չի կարող հայ ժողովուրդը ներել այն ամենը, ինչ որ կատարվում է։ Չի կարող։ Դուք պատկերացրեք ապիկար իշխանություն, որ ասում է 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան։ Ո՞նց եք պատկերացնում։
Դուք ոնց եք պատկերացնում, ոնց եք նայելու ձեր հարևանի աչքերին, ում երեխան պատերազմի ընթացքում 20 տարեկան երեխան զոհվել է։ Ոնց։ Դուք ոնց եք նայելու այն երեխեքի կամ ձեր հարևանների աչքերին, ում երեխաները ինվալիդ են դարձել այս պատերազմի շնորհիվ։ Դուք ոնց եք նայելու եռաբլու պարկած մեր երեխեքի գերեզմաններին։ Ոնց եք գնալու ծիծեռնակաբեր, չի կարելի այդքան, չգիտեմ էլի, ոնց ասենք, համ կարճատես լինել, համ հիշողության կորուստ ունենալ։ Ուզում եք լավ ապրել, բոլորն են ուզում լավ ապրել, բոլորն են ուզում հանգիստ ապրել, անվտանգ ապրել։ Հենց դրա համար, որ ուզում եք անվտանգ ապրել, պետք է այսօր լինեիք այստեղ։ Բացի սովորական քաղաքացիներից ուզում եմ դիմեմ նաև բոլոր այն կուսակցություններին, որոնք ժամանակ առ ժամանակ ելույթներ են ունենում ու արտահայտում են իրենց կարծիքը, որ իրանք դեմ են ներկա իշխանության քաղաքականություն։ Որ դուք որտեղ եք։ Դուք որտեղ եք նստած, ինչի համար եք նստած ու ինչ եք սպասում։ Ինչի դուք այստեղ չեք։ Ես գիտեմ մարդկանց, որոնք այսօր այստեղ են, ես ինքս չլինելով որևիցե կուսակցության անդամ, մասնակցել եմ բոլոր միտինգներին, որոնք կարող է իմ կարծիքով ինչ-որ չափով իմ երկրի պաշտպանության համար ինչ-որ բան արվեր։ Դուք որտեղ եք, վեր կացեք, ամոթ է, պրոստը ամոթ է, ձեր ազգանունները նայեք, ձեր պապերի տատերի պատմությունը նայեք ու վեր կացեք ձեր տներից, այսքանը։ Շնորհակալ եմ ուսումնասիրելու խոսքի համար, ես հավելեմ, որ այսօրվա մի մասնակիցը, մարդը, ով այսօր մասնակցում է, ով առաջինն է քայլ անում գալիս մասնակցում, վաղվա 100 մասնակցից ավելի մեծ արժեք ունի, ոչ թե մարդկային առումով, այլ այսօրվա աջակցությունը, այսօրվա այս նախաձեռնության այսօրվա աջակցությունը իմ արքուց ավելի մեծ էներգիա կստանա, քան վաղը այս նույն հարցով կամ այլ նման հարցով 10,000 հոգու դեպքում 100 հոգու ավելանալ այս նախաձեռնությանը։ Եվ դրա համար եմ ասում, երբ էլ մենք հետևեք խնդրում ենք զանգ նախաձեռնության էջին, երբ էլ մենք հավաքվենք, ձեր մի հոգու մասնակցությունը չափազանց կարևոր է։ Հիմա խոսք փոխանցեմ Արմեն, եթե չեմ սխալվում, դուք ազգան մտածեք, ես ձեզ կանաչեցիք։ Բարեձեզ, Դավիթ Բադալյան երաժիշտ մասնագիտության, բայց 42 տարի, պատմում է մեր երկրի մասին, պատմում է մեր թշվառ ճակատագրի մասին, ուստի ուզում եմ կոնկրետ երկու նախադասություն, մինչև չգերբ ազատվենք կրեմլյան իշխանությունից, մեզ որ ոչինչ չի ստացել։ Ես ինձ համարում եմ փչացած սերունդի արդյունք։ Ես ռուսամետ եմ, ես ռուսական մշակույթի, բայց մերը ուր է, մենք կորցրեցինք մերը։ Ես ձեզ շատ եմ խնդրում, ուշադրություն դարձրեք Բևեր հասարակական կազմակերպությանը, նա իսկապես տանում է դեպի արևմուտք, որտեղ ձեռքը մեկնեց արևմուտքը, ոտքի կանգնեցին, հարստացան, չկնաղ երկիր ստեղծեցին, իհարկե պարտքը վերադարձեցին, բայց երկրներ դարձավ։ Այսքան բան եմ ուզում ասել։ Խնդրում եմ աջակցել Բևեր հասարակության կողմից։ Շնորհակալություն, անսպասելի է, որ մեր նախաձեռնությունից։ Նա ուրիշ ասող կա, որևէ խոսք ասող կա։ Ես դեպքում մեր որոշումն է նա, մեր քննարկումը գնացել այն ուղղությամբ, որ առաջիկա աշխատանքային շաբաթվա ընթացքում աշխատենք, որպեսզի ստեղ հաջորդ ոչ աշխատանքային օրը, շաբաթ օրը լինի այնքան մարդ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք իրականացնել մեր այն ծրագրերը, որոնք այսօր չենք կարողանում իրականացնել զուտ մարդկանց քանակի բացակայության պատճառով։ Բայց մի շատ կարևոր բան, որ կուզեմ ասել գործողությունների մասին, որոնք լինելու են անկախ այսօրվա քննարկումից։ Վաղը առավոտյան, ժամը 8-ից սկսած, ով որ մեքենա ունի, ով ավտոմեքենա է վարում,
ով որ պետական ծառայողներ, որոնք չեն ուզում գալ համաձայն են մեր մտքերին, բայց չեն ուզում գալ ստեղ դեմքով երևալ, չգիտեմ, մեզնից է դա, իրենցից է դա, անկախ նրանից ինչ կլինի պատճառը, որ ստեղ ներկա չեն, թող ժամը 8-ից սկսած դանդաղ երթևեկեն այն փողոցներով, որոնցով երթևեկելը սովորաբար խցանումներ է առաջացնում։ Մենք պետք է մեր քարտեզին, մեր քարտեզներով տեսնենք, որ Երևանը այս պահանջով Երևանը բողոքում է կառավարության վարած քաղաքականության դեմ եւ Yandex քարտեզում կլինի, որտեղ կլինի Google-ի քարտեզում կլինի, Երևանը խցանման մեջ է, կարմիր գույնով է ներկված եւ այդ գույնը կարմիր քարտը գործող կառավարությանը, գնալու հրամանա գործող կառավարությանը։ Այդ մեկ։ Բացի առավոտյան ժամը 8-ից 9, չգիտեմ, ինչքան հնարավոր կլինի քաղաքը պաղարիզացնելու այդ գործողություններից, նույնն անել նաև երեկոյան 5:30-ից սկսած, մինչև ինչքան հնարավոր կլինի։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե այն մարդիկ, ովքեր զուտ դեմքով որևէ բողոքի ցույցի ներկա լինելու հնարավորություն ունեն, թե չէ, ուզում են դա թե չէ, որպեսզի հնարավորություն ունենան այդ բողոքը արտահայտել։ Ես սպասում եմ, որ վաղվանից սկսած ամեն օր ես ինքս եմ լինելու եւ դա ցույց կտամ իմ Facebook-յան եւ այլ հնարավոր հարթակներով, Facebook-յան էջով եւ այլ հնարավոր հարթակներով, որ ես իմ կարմիր քարտը ցույց եմ տալիս գործող կառավարությանը Երևանի փողոցները պարալիզացնելով։ Այդ դեպքում դուք որ իդենտիֆիկացվեք որպես բողոքի ցույցի մասնակից, բայց միաժամանակ ձեր բողոքը տեղ կհասցնեք։ Ուրեմն ժամը 8-ից ինչքան կարողանաք եւ 5:30-ից ինչքան կարողանաք դանդաղ երթևեկեք այն փողոցներով, կենտրոնի Երևան կենտրոնի այն փողոցներով, որոնք սովորաբար խցանումների պատճառ են դառնում եւ հանդիսանում են արտերիաներ, տրանսպորտային երակներ, երկրի քաղաքի այս մի ծայրը կենտրոնին կապելու, այս մի ծայրը այն մյուս ծայրին կապելու համար։ Եվ ասեմ, որ ոստիկանությունը այդ ակցիան սպասում է ուշադրությամբ եւ նույն ուշադրությամբ ինչ մենք ենք հետևելու, իրենք են հետևելու եւ եթե կարմիր քարտը շատ ակնհայտ լինի, դա եւս մի քայլ կլինի իլրումը մյուս քայլերի, որոնք կհանգեցնեն հաջողության։ Եվ մի բան էլ ասեմ։ Առաջիկա մի շաբաթը մենք կաշխատենք, որ մեր թիվը կրկնապատկվի, բազմապատկվի։ Այդ դեպքում շաբաթ օրը ես զերծ եմ մնում այդ հուշկու չգիտեմ ինչից, վճռական մեր այս տարվա գոնե վճռական հավաքներից մեկն է եւ մենք պետք է ձգտենք, որ այդ 200 հոգին, որ մինիմալ պետք է լինի մեր ակցիաների իրականություն դարձնելու համար, լինի։ Եթե շաբաթ օրը թիվը չի լինում, ապա այս տարի հաջողության հասնելը իսկ կասկածի տակ է, բայց մենք իհարկե դրանից չենք հրաժարվելու, մենք շարունակելու ենք, բայց լավ կլինի, եթե այդ 200 հոգին լինեն եւ մենք հնարավորություն ունենանք զարգացնել գործողությունների մեր ծրագիրը, ապա շանս կա նաեւ այս տարի։ Եվ Միքայելը ուզում էր ինչ-որ բան ասի։ Իմ ասածը շատ կարճ կազմակերպչական բան է այդ ավտոակցիաների հետ կապված։ Մենք պետք է քարտեզով կարմիր քարտ ցույց տանք գործող կառավարությանը։ Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանությունը ուշադիր հետևելու է, դրա համար մեր խնդիրն է խուսափել որևէ այնպիսի գործողությունից այդ ակցիայի ժամանակ, եթե իհարկե հատուկ չենք ուզում այդպես անել, կարող է մարդկա իր բողոքը տենց է ուզում արտահայտի, մեր համար ողջունելի է, բայց առաջարկվող նվազ ռիսկային տարբերակը այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում ասոցացվել, չեն ուզում իրենց դեմքը երևա, պետք չի կանգնել, փողոց փակել, այնտեղ չգիտեմ, անկյունագծով քաշել, երթևեկելի գոտին փակել, ընդհանրապես կարելի է երթևեկել մի քիչ ավելի անզգույշ, քան սովորաբար անում ենք, ասենք, չգիտեմ, եթե խուսափում ենք
գոտու հատման պահը երկարացնելու ստենց կտրուկ ենք անում, դրանց մի քիչ ավելի ստենց սահուն անենք, դա եթե հնարավորություն կա քշելու 40 կմ/ժ-ով, աչքի չի ընկնի այն փաստը, որ մենք 20 կմ/ժ արագությամբ ենք քշում։ Խոսքը այս կարգի տենց փոքր գործողություններով պրոբլեմ ստեղծելու մասին է կառավարության ոստիկանության համար։ Քարտեզները պետք է դառնան կարմիր քարտեր կառավարության համար։ Այս ակցիան անում ենք առավոտ 8-ից, մի ժամաչափ ով կուզի ավել, ով կարա ավել, կարա դրանից ավելի երկար, եւ իրիկունի 5:30-ից առնվազն մի ժամ մինչև 6:30, դրանից հետո էլի ով ոնց կուզենա։ Այս այդ մասով։ Ու մի հատ բան, քանի որ ես պայմանավորվածությունները, հռչակված սկզբունքները պահելու խիստ կողմնակից եմ, ես էլի մի անգամ շեշտեմ, որ մեր 5 հռչակված կարևոր նպատակներից առաջինը դա ինքնիշխանությունն է։ Ինքնիշխանություն նշանակում է բավարար ազատություն, ցանկացած սուբյեկտի առաջարկած պլաններին ոչ ասելու, եթե դա մեր շահերից չի բխում։ Հետևաբար մենք տենց սենտիմենտալ հակվածություններ չենք կարող մեզ թույլ տանք որևէ ուղղությամբ։ Այս մեր համար սկզբունք է, ես մենակ այդ օրակարգով որ պատրաստ եմ առաջ շարժվել։ Դաշնակիցները միշտ կարանք գտնենք, դաշնակիցները կարան միշտ փոխվեն, բայց մեր պետությունը պետք է մնա հավերժ, ու մենք պետք է ունենանք ինքնիշխանություն, որ կարողանանք այդ փոփոխությունների ժամանակ պինդ կանգնենք։ Այսքանը հիմա ավելի տենց կլոր շարժվելու կլոր հավաքվելու ֆորմատ անենք, քննարկենք, որովհետև կարող է այդ մանր ակցիաների, սկսած այդ ավտոներով ակցիաների, դրան հաջորդող ֆիզիկական ակցիաների կազմակերպման հետ կապված, իրազեկման համալսարաններում, այնտեղ չգիտեմ, ավտոբուսներում եւ այլն, կարող է կազմակերպչական իդեաներ կան, որոնք մարդիկ պատրաստ են անձամբ անել, կամ որ օրինակ ասում են դե անձամբ չեմ կարա, բայց եթե մի քիչ ավել ռեսուրս լինի, կարելի է տենց անել։ Այս փուլի համար մեր վիճակը սարը ստենում ենք, գիտենք ինչ պոտենցիալ ունենք, այդ մասշտաբների մեջ առաջարկներ քննարկենք իրար հետ, այսօր մի քիչ ժամանակ դրան տրամադրենք։ Ում եկել այն մարդիկ, ովքեր համոզված են, որ գործը ճիշտ է, ու հիմա այստեղ են գտնվում, հնարավորության չափով թող նաև իրենց մի քիչ տատանվող հարազատներին այդ հարցում համոզեն, որ շաբաթ օրը մենք կարողանանք միասին լինենք։ Շնորհակալ եմ։